Պարոն Հովհաննիսյան, դուք ինչպես եք գնահատում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը կնոջ եւ Փաշինյանի միջև, նաեւ տեղեկություններ են շրջանառվում այս պահին, որ հրաման կա, որ տիկնոջը, որը աշխատում է թիվ 16 պոլիկլինիկայում, աշխատանքից ազատելու է։ Ներողությունով աշխատում պոլիկլինիկայում։ Առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասնակից կինը աշխատում է թիվ 16 պոլիկլինիկայում։ Ճիշտ ասած։ Հիմա տեղեկություն կա, որ Տիգրան Ավինյանը օրինակ պոլիկլինիկայի տնօրենին հրամանել է, որպեսզի ազատեն աշխատանքից։ Նույնիսկ տեղյակ չեմ, ճիշտ ասած, որտեղ է աշխատում տվյալ անձը, բայց գնահատականների մասով չեմ ուզի կրկնվել։ Լիովին կիսում եմ վարչապետի եւ քիչ անց Ադոս փողոցում նաև քաղաքապետի կողմից հնչեցված կարծիքներին։ Լիովին կիսում եմ, ինչ իրենք ասել են, նույն կարծիքի եմ։ Դուք թիրախավորումներ եք նորմալ համարում արցախցիներին նման կերպ։ Ես լիովին կիսում եմ այն կարծիքները, որոնք որ հնչել են։ Ես թիրախավորում չեմ նկատել արցախցիներին, ես թիրախավորում նկատել եմ կոնկրետ մարդկանց, ովքեր այո նաև արցախցի են։ Կոնկրետ մարդկանց պայելաձևին, կոնկրետ մարդկանց պատերազմի ժամանակ պայելաձևին եւ կոնկրետ տվյալ մարդկանց հետագայում արդեն խաղաղ ժամանակում ինքնադրսևորմանը, որը մեր հասարակությանը եւ նույնիսկ իրենց վնասում է։ Եվ այսօրվա դեպքը շատ տհաճ միջադեպ էր, չնայած դրան մենք մեր քարոզարշավը շարունակում ենք բարձր տրամադրությունով եւ կարծում եմ, որ պետք չէ հարի չէ երկրի ղեկավարի հետ այդ տոնով խոսել։ Երկրի ղեկավարի նման տոնով խոսելը, խոսույթը, տիկնոջը քաշքշելը դուք նորմալ եք համարում։ Ես պատասխան։ Ես ճիշտ ասած կոնտվյալ միջադեպի վայրից փոքրինչ հեռու եմ եղել, որովհետև նաև կազմակերպչական այլ հարցերով եմ եղել։ Հենց շփումը չեմ տեսել, հետագայում արդեն բովանդակությունը լսել եմ, հասկացել եմ եւ երկրի վարչապետի ղեկավարի կարծիքը լիովին կիսում եմ։ Պարոն Հովհաննիսյան, հիմա օրինակ եթե ձեզ որևէ քաղաքական գործիչ սպառնար, լեզուները կտրել կամ չգիտեմ ու նման այլ, դուք ինչ ընթացակարգով կդիմեիք օրինակ այդ հարցը լուծել։ Մերի ջան, չեմ կարող ասել, ես ներողություն եմ խնդրում։ Չեք կարող ասել։ Ես քանի որ օրինակ Փաշինյանի այսօրվա գնահատականները պետք է իրավական։ Որ արձակուրդում եմ գտնվում եւ քարոզարշավի մեջ եմ։ Արձակուրդի ժամանակ սպառնալիքներին գնահատական չեք տալի։ Ես խնդրում եմ հիմա իմ հիմնական աշխատանքով զբաղվում եմ։ Ո՞րն է ձեր աշխատանքը այս։ Քարոզարշավի կազմակերպումը, քաղաքացիական։ Կոնկրետ ի՞նչն եք։ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի կազմակերպումը եւ այո։